Եթե Ռուսաստանը ինչ-որ պահի Հայաստանի եվրոպական ձգտումների պատճառով իր կապերը սկսի խզել Հայաստանի հետ, ժողովրդի կենսամակարդակը կբարձրանա, թե կիջնի։ Ես որպես Ուկրաինայի քաղաքացի Ռուսաստանից լավ բան չեմ սպասում։ Բայց Հայաստանի համար ինձ թվում է Ռուսաստանի հետ պետք է նորմալ լինել հարաբերությունները։ Ուրիշ բան չեմ կարող ասել։ Սա կյանքով մենք Ռուսաստանի հետ ենք եղել։ Մակարդակը բարձրանա, բայց ապրելաձևը կվատանա։ Ուզում եմ ամբողջ Ֆրանսիայի բանը, ուզում եմ Եվրոպայի բան, միակ մեր փրկություն, եթե իրոք միշտ հանգիստ լինեն բան, դա էլի փրկությունը Ռուսաստանն է։ Ֆրանսիա մեզ զինվոր չի տալու, մեզ հաց չի տալու։ Մենք Եվրոպայից հաց չենք կերել, գազ չենք օգտագործել, հացահատիկ չեղրել, դա Ռուսաստանի։ Չի խզի, դա հնարավորություն, ընդհակառակ դա պետք է ավելացնի կապերը, որովհետև կոնկուրենտ կա, Եվրոպա կա, նա պետք է ավելացնի կապերը, չի խզի ինքը։ Խզելը չդեմ, ես հետ համաձայն չեմ խզելուն, կապերը պահպանվի, այո, լավ էլի մեր հարևաններն են, իրանք մենք պետք է որ չտժգոյենք։ 4 տարեկան ա եղել մամաց, ասում էր օրհնվի այն օրը, որ ասում էր Ռուսաստանը իր ոտը դրեց ոտի, արդեն թուրքերը բոլորին մամայից հորը սպանել են թուրքերը։ Հայաստանը այս պահի դրությամբ ավելի շատ տնտեսական առումով եւ հաշվարկներով կապված է Ռուսաստանի հետ, քան եվրոպական։ Այնուամենայնիվ կա այսպիսի մի հատ տարբերակ։ Հայաստանը միգուցե գնում է այն ճանապարհով, որ դարպաս ստեղծի դեպի Եվրոպա։ Ամեն դեպքում իշքան ասենք իրար հետ լավ անեն, այդ հարաբերությունները պահպանեն այնքան լավ։ Պետք է բոլորի հետ այդ հարաբերությունները աշխարհի երկրների հետ բայց պահպանվի էլի։ Բայց Հայաստանը ինքնուրույն իր քաղաքականությունը վարի։ Առանցին անկախ պետություն ենք։ Մենք տարիներ շարունակ եղել ենք Ռուսաստանի հետ դաշնակից երկիր, որ ճիշտ եմ համարում, որ այդ դաշնակցությունը շարունակվի եւ Ռուսաստանը լինի մեր համար առաջին թե ռազմագերը, ասեմ, թե դաշնակիցը, ես կողմ եմ Ռուսաստանի հետ միությանը։